Այսօր եկեղեցու ծնունդն է։ Կարող եմ ասեմ ամենակարևոր օրերից մեր քրիստոնական մամուլի, մեր քրիստոնական էջերի մեջ, որտեղ առանց Սուրբ Ոգու մենք ոչինչ ենք։ Եվ Սուրբ Ոգու հետ միասին ամեն ինչ։ Ուրեմն Սուրբ Ոգու մասին Աստծո խոսքը խոսացել է շատ երկար տարիներ առաջ, որտեղ մենք ժամանակի մեջ սահմանափակված ենք, Աստված անսահման է։ Ժամանակը մեզի սահմանափակում է։ Ժամանակը սահմանափակված է Աստծո մեջ։ Ուրեմն Հովել մարգարեն իր 2 գլխի 28-ից 29 ասում է. «Եվ պիտի լինի, եւ որ Աստված ասում է պետք է լինի, պետք է լինի»։ Կարող եք ամեն ասեք։ Մենք ակածում ենք պետք է լինի, չի լինում, բայց Աստված որ ասում է լինում է։ Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին, ում հոգին, Աստծո հոգին, որ իմ հոգին պետք է թափեմ ամեն մարմնի վրա։ Աստված երբեք խտրություն չի դնում, ուզում է ամենին օրհնի։ Ամեն մարմնի վրա իմ հոգին թափեմ եւ պիտի մարգարանան ձեր տղերքն ու աղջիկերքը։ Ձեր ծերերը երազներ պիտի երազեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն եւ ծառաներին եւ աղեղների վրա պիտի թափեմ իմ այն օրերը իմ հոգին։ Ասում է ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն եւ ձեր ծերերը երազներ։ Տարբերությունը իմանեք ինչա, երազը անցածի մասին է։ Եվ որ դու ծերանում ես, անցածի մասին ես մտածում, այն օրերը որ ունեցել ես։ Եվ որ երիտասարդ ես, ինչի մասին ես մտածում, բայց մի բան ասեմ։ Որոշ երիտասարդներ կան արդեն ծերացել են, տեսիլք չունեն։ Տեսիլքը երիտասարդինն է։ Իմ պապաս շատ կանուխ, շատ երիտասարդ մահացավ, 99 տարեկան ու 9 ամսական էր։ Այսինքն 3 ամիս էլ ապրել կլներ 100 տարեկան։ Բայց օնիկ ճանաչում իր պապին, միջև վերջը, քուրմիմի, պապայից հետ եղբոր ճանաչում իր, միջև վերջը տեսիլք էր տեսնում։ Երազների մասին չէր խոսում։ Եթե դու տարիքդ վերև լինի, կարող ես տեսիլք ունենաս։ Մենք այսքանի ժամանակը որ Վահե եղբոր հետ եւ ուրիշների հետ գնացել ենք Հայաստան, 3 քաղաքի մեջ Վանաձոր եւ Երևան եւ Աբովյան, մեկ օրվա լիդերական ունեցանք 3 տեղում, 3 օրեր, 1000 հոգի եկան եւ թեման ինչ էր, նորոգված տեսիլք։ Որտեղ տեսիլք էլ որ ունեն, ժամանակ վե ժամանակ Տերը պետք է մեր տեսիլքի ինչ անի, նորացնի։ Մենք նոր տեսիլքի կարիք ունենք։ Ուրեմն, հետո ասում է ձեր տղաներն ու աղջիկները կմարգարանան։ Դուք եթե հավատացյալ եք, Սուրբ Ոգով լցված եք, դուք կարող եք երբեք մարգարե չլինեք, որտեղ Աստված եկեղեցում տվել է առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ եւ ինչ, ուսուցիչներ։ Ամեն մարդ մարգարե չի, ես մարգարական կոչում չունեմ։ Բայց Աստծո խոսքը ինչ ասում։ Առաջին Կորինթացիս 12-ի մեջ Պողոս առաքյալը Հիսուսի ամենամեծ առաքյալը ասում է. Սուրբ Ոգու 9 պարգևների համար։ Այս եկեղեցին, որ անունը հոգեգալստական է, պենտեկոստական է, պետք է 9 հատ պարգևներն էլ օնիկ ջան այս եկեղեցու մեջ լինի։ Ձեր մեջ, ամենի մեջ։ Չեք կարող ասեք, Աստված ինձ պարգև չի տվել։ Հարցս էսա, ինչու չի տվել։ Ինչու չես ուզեցել որ ունենաս։ Որտեւ առանց Սուրբ Ոգու եւ առանց Սուրբ Ոգու պարգևներին մեր ազդեցությունը մեր շրջակայքի վրա շատ սահմանափակ է։ Միմիքուր ճիշտ եմ ասում, բայց եւ որ Սուրբ Ոգին գալիս է։ Ուրեմն մարգարականը դրանցից մեկն է։ Հիմա Սուրբ Ոգի պարգևների մեջ մարգարեություն կա։ Առաջին Կորինթացիս 12, 13-ը խոսում է սիրո մասին։ Հետո 14-ի 1 ասում է Պողոս առաքյալը, Հիսուսի ամենամեծ առաքյալը։ Ասում է սիրո հետևեցեք։ Միասին ասեք, սիրո հետևեցեք։ Մեկին նայի ասա սերին հետևիր, ասա։ Սիրո հետևեցեք։ Որոշները կարծես դեմքերիդ նայում եմ, կարծես չինարեն եմ խոսում, չեք հասկանում ինչ եմ ասում։ Հայերեն եմ խոսում։ Սիրո հետևեցեք եւ հոգեվոր պարգևներին նախանձախնդիր եղեք։ Ասեք ինձի, նախանձախնդիր ասեք ինչ։ Ասենք շատ եք ուզում, չէ՞։ Մեր ժամանակ ասում են, ուզում ես մե բադում, ահ, պտուղ ուզում ես ուզում, ահ, որոշները միշտ այի մեջ են, այսինքն կարևոր չի։ Բայց մեր ժամանակ կա, որ դուք մե բան տեսնում եք, ուզում եք։ Օրինակ փոքր երեխաները, որ գալիս են սեղանին, տեսնում են շոկոլադ, ինչ են անում, հանգիստ նստում են, ինչ են անում։ Թռնում են, բռնում են։ Ես հիշում եմ միմի քրոջ,
Բարեկամներից մեկը հոգեբուժ է։ Հիմա տարիքը բարձր է։ Բայց այն ժամանակ երիտասարդ էր, իր քրոջ տղան Ռաֆին 5 տարեկան էր։ 5 տարեկան Ռաֆին եկավ շոկոլադ տեսավ, ձեռը տարավ որ շոկոլադ վերցնի, իր մորքուր ասավ, տղա ջան, մեր ոպե նստի, Ռաֆիկը ստե շշմած նստավ, ասավ դու պետք է իմանաս, որ թե շոկոլադ ուտես, կարող է ատամներդ փչանա։ Սա 3-4 րոպեն էս տղային ճառաճառում, ես խեղճ տղան շվարած մնում է։ Հետո 4-5 րոպե խոսալուց հետո ասավ, հիմա Ռաֆի ինչ ես ուզում անես։ Իմանեք ինչ ասավ, շոկոլադ եմ ուզում, շոկոլադ եմ ուզում։ Եվ որ դու նախանձախնդիր ես Սուրբ Հոգու պարգևներին, կարող ես, ասում է հոգևոր պարգևներին նախանձախնդիր լինեք, մանավանդ որ ինչ անեք, մարգարանաք։ Մի բան ասեմ ձեզ։ Եթե ձեր բրանից մարգարական խոսք դուրս չգա, ձեր ազդեցությունը ձեր շրջակայքի վրա շատ քիչ է։ Բայց ամեն մարդու, Աստված ամեն մարդու մարգարություն չի տալի։ Ամեն մարդ հավատացյալի մինչև անգամ քարոզիչ կյանքում Սուրբ Հոգուն չկա։ Ինչու համար? Որտեղ եթե ուզում ես Սուրբ Հոգին քո կյանքի մեջ լինի եւ պարգևները քո կյանքի մեջ լինի, պետք է Քրիստոսավայել կյանք ունենաս։ Քո սեռական կյանքը բարոյական եւ մաքուր պետք է լինի։ Դու ճիշտ պետք է մտածես, ճիշտ պետք է անես, ճիշտ մեկի հետ պետք է լինես, հետո պետք է փողի հետ ճիշտ վարվես։ Քու գրպանի փողերը պետք է քու գրպանի փողերը լինեն, ոչ թե ուրիշների գրպանի փողերը։ Հիմա եւ դու հետո պետք է զգուշ լինես, եթե ուզում ես մարգարական խոսք խոսած, որ քու բերանիցը ինչ է դուս գալի։ Այդ եթե կարելի է հանգցնեք, որտեղ լույս ինձի խանգարում է, բայց հետո կարող եք ես վերցնել։ Ուրեմն կներեք ինձ։ Ուրեմն եթե քու բերանից բացասական բաներ խոսք դուս գալի, դու չես կարող մարգարանալ։ Այսինքն դու պետք է զգուշ լինես քո խոտ բերանից ինչ է դուս գալի։ Եթե ճիշտ եմ ասում, հանկարծ կարող եք մատ ամեն էլ ասեք։ Պետք է զգուշ լինես քո բերանից ինչ ասում։ Եթե այդպես լինի, եւ զգուշ լինես, Սուրբ Հոգի մանա գալի մեկի հետևից, որ նրան օգտագործի։ Կարող եք ամեն ասեք դրան։ Ես աղոթում եմ, որ այդ մեկը դու լինես, ես լինեմ, այսինքն Տերոջ ներկայության մեջ։ Հիմա Հիսուսը իր աշակերտներին ասեց, իր համբարձվելուց առաջ, քանի ժամանակ առաջ Հիսուսը համբարձվեց երկինք, տոնեցինք։ Ուրեմն Գործ Առաքելոց 1:4-ին ասում է, եւ նրանց միասին ժողոված ժամանակին պատվեր էր տալի նրանց Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել հոր ավետիքին։ Աստված ավետիք է տվել, սպասել հոր ավետիքին, որովհետեւ Հովհաննես Մկրտիչի մասին է խոսում, հիրավի ջրով մկրտեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվիք ոչ թե շատ օրեր սրանից հետո։ Հետո 1:8-ի մեջ, Գործ Առաքելոց 1:8-ի մեջ ասում է, բայց դուք Հիսուսն ասում գնալուց առաջ երկինք, բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեր վրա կգա, եւ իմ վկանները կլինեք Երուսաղեմում, բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ, մինչեւ երկրի ծայրերը։ Հիմա 120 հոգի Հիսուս Քրիստոսի խոսքը լսեցինք, սրանք ամենը իմանում եք։ Նորից կրկնում եմ, որ ավելի ձեր համար թարմ լինի։ Գնացին Վերնատան մեջ, քանի օր աղոթեցին, օգնեք ինձ, քանի օր։ 10 օր աղոթեցին, 10 օր աղոթեցին։ Ուրեմն Հիսուսի խոսքը հնազանդեցին։ Օրհնություն ուզում եք, քանի օքի ձեր մեջ օրհնություն եք ուզում։ Պետք է Աստծո խոսքը հնազանդեք։ Դուք չեք կարող ինչ ուզում եք անեք, ես չեմ կարող ինչ ուզում եմ անեմ։ Ճիշտ եմ ասում, հոն Այն որ Աստծո խոսքը ասում է, այն որ Սուրբ Հոգին մեր սրտի մեջ անում է, պետք է անենք։ Շատ պարզ է։ Անենք օրհնություն կա, չանենք օրհնություն չկա։ Առաջին ուրեմն պետք է Աստծո խոսքը լսենք, ուրեմն Տերը խոսք էր տվել, եւ Տերը որ խոսք է տալի, մարդու նման չի։ Հանկարծ մենք խոսք ենք տալի եւ չենք անում, Աստված խոսք է տալի, անպայման անում է։ Աստված ասավ. մնացեք Երուսաղեմում, սպասեք, Սուրբ Հոգին կգա եւ 10 օրից հետո Սուրբ Հոգին եկավ։ Առաջին Աստված խոսք է տվել եւ կատարում է։ Երկրորդ, աշակերտները հնազանդեցին եւ մնացին։ Մնացին այն բանի մեջ, որ Տերը իրանց ասել էր մնացեք։ Տերը որ մեզ մի բան անում, վահե ինչ պետք է անենք, պետք է անենք թե չանենք։ Պետք է անենք։ Եվ եթե մենակ եք, մենակ պետք է անենք։ Եթե ամուսնացած եք, կին ու մարդ պետք է իրար օգնենք։ Մեր երեխաներին պետք է օգնենք, որ միասին ինչ անենք, այն բանը, որ Աստված ասել է, այդ բանի մեջ մնանք եւ այն գործը, որ ուզեցել է անենք, միջև այն բանը, որ ուզում է ինքը մեր մեջ անի։ Երրորդ սպասեցին։ Մենք եկեղեցի որ գալիս ենք, մեկը գալիս ասում է, որտեղ ես եկել եմ եկեղեցի, ինչի համար։ Հենց այդում եմ էլ, սովորությունը։ Մեկը գալիս է սպասողությունով։
որ Սուրբ ոգին իրան դպչի։ Եվ եթե սպասողություն ես գալի, մենք երեք Օնիկ եղբայրը Ազուզայի մեջ քանի տարի արդեն 2 տարուց անցավ, որ դուք շաբաթը քանի օր այնտեղ աղոթում եք։ Մենք անցյալ այսինքն փետրվար եւ մարտին, որ Օնիկ եղբայրը հետ միասին գնացինք Հայաստան, խոսացինք, Տերը սրտումս դրավ, որ այնտեղ որ 1906 թվին մեկ խումբ մարդիկ հավաքվեցին եւ աղոթեցին, դրանց մեջ մատ սևական էր Սիմոր, որ մատ աչքն էլ կույր էր։ Հարուստ մեկը չէր, շատ կրթված մեկ էլ չէր, բայց հավաքվան աղոթեցին եւ Սուրբ ոգին եկավ 1906-ին, այսինքն 119 տարի առաջ։ Մեր հոգու միջոցով Աստծո հոգին նորից եկավ, շատ երկար ժամանակից հետո եկավ, եւ հիմա աշխարհի մեջ նրանք, որ Սուրբ ոգով լցված են, եւ այս եկեղեցին էլ հոգեգալստականը, եթե ամեն աշխարհի մեջ հավաքենք, հաշվենք, որ քանի հոգի են Սուրբ ոգով լցված, 650 միլիոն են, կարող եք փառք Տերոջը, 650 միլիոն։ Հսկայական թիվը, որոշ երկրներում 10-20 միլիոն, ես Արգենտինա եմ գնացել, անցյալ տարի գնացիմ Արգենտինա, այնտեղ 5.5 միլիոն Սուրբ ոգով լեցված կա, 5.5 միլիոն, փոքր թիվ չի, 5.5 միլիոն, եւ այդ մեծ հոգեգալստական, եկեղեցու ամենակարևոր առաքյալը Խորխե Իմիտյանը հայը, 5.5 միլիոն քանի հոգի են, հայերը աշխարհում 11 միլիոն են, հայերի կեսը Սուրբ ոգով լեցված են, ինչքան գեղեցիկ կլինի, բայց չեն, որտեղ մենք մեր գործը չենք արել, հիմա աշակերտները սպասեցին Սուրբ ոգու համար, եթե չենք սպասում, չենք էլ ստանում, սպասողությունը շատ կարևոր է, հետո, այդ 10 օրը որ կային, ինչ են անում, իր հետ սուրճ են խմում ու թե են խմում, ասեք ինձ, ինչ են անում, Էթմին Ամերիկանա աղոթում էին, էլ ինչ են անում, օգնեք ինձ, իրանց մեղքերը խոստովանում էին, չի գրել Աստծո խոսքը, որտեղ Աստծո խոսքը ամեն բան չի գրել, Հովհաննես ասում է, թե ամեն բաներ, որ Հիսուսը ասավ գրվեր, այս աշխարհն էլ տեղ չէր տա։ Ես մտածում եմ այդ 10 օրվա մեջ, որտեղ Սուրբ ոգու համար պատրաստ էին, որ Պետրոսը կայնեց ասեց, աշակերտներ։ Ես ում ասեմ շատ հպարտ էի։ Այն ժամանակ որ Հիսուս ասավ, ձեզից մեկ ինձի կուրանա, ասամ, ըսրան կարող է քեզ ուրանամ, բայց ես երբեք չեմ ուրանա։ Հետո գնացիմ 3 անգամ Հիսուսին ուրացամ, ամոթ ինձի, խնդրում եմ ինձի ներեք։ Հետո կարծում եմ Հակոբոսը եւ Հովհաննեսը երկու հատ եղբայր ասեցին. մենք ձեզից ուզենք ներողություն խնդրենք, որտեղ գնացինք մեր մորը ասեցինք, մեր մայրը միջնորդեց, գնաց Տեր Հիսուսի հետ խոսած ասավ, արքայության մեջ ուզում եմ իմ տղաներից մեկը քու աջ կոմը նստի, մեկը քու ձախ կոմը, եւ դուք ամենդ նեղացաք, կներեք, որ այդքան իզուր խոսք ասեցին։ Ես կարծում եմ աշակերտները այդ որտեղ եւ որ Սուրբ ոգու համար սպասողության մեջ ես եւ ուզում ես այն բաները որ Սուրբ ոգուն նեղացնում է հեռացնես քեզնից Սուրբ ոգին սկսում է քեզ հիշեցնել որ այ տղա այ աղջիկ այս գործը որ արար այս գործը որ արար սխալ է իհարկե ձեր հետ չեմ խոսում որտեղ դուք մարդուկիներ երբեք իրար սիրտը չեք կոտրել դուք ռեշտակներ եք դուք ես ուրիշների մասին եմ խոսում ուրիշները կամ մարդուկին իր հետ կռիվ են անում բայց իրականության մեջ այդպես չի դուք էլ հանկարծ մարդուկին իրար հետ որոշների դեմքի վրա մա ժպիտ տեսնում եմ հանկարծ կարողա կոպտել եք եւ որ Սուրբ ոգու համար սպասում ես հետո Սուրբ ոգին հիշեցնում է այ տղա այ աղջիկ այն օրը կնոջդ ամուսնուց սիրտը կոտրեցիր երեխայիդ հետ տգեղ խոսացիր իմանեք Աստծո խոսքը հետաքրքիր է Օնիկ ջան չի ասում մայրեր ձեր երեխաներին մի բարկացնեք զայրացրեք հայրերին ասում որտեղ մայրերը շատ ավելի քնքուշ են երեխաների հետ ինչ քնացնում են մենք հայրերս նրանց տանջում ենք ուրեմն սկսեցին անել այսինքն ինչ Սուրբ ոգու համար եթե ուզում ենք պատրաստ լինենք որ Սուրբ ոգին գա ամեն արգելքները ոչ թե ուրիշների կյանքից մեր կյանքից պետք է բռնվենք կարող եք ամեն ասեք սրան ամեն արգելքները գնաց հիմա Ձեզ իմ բան ասեմ, ես հավատում եմ, որ Սուրբ ոգով լցվել կա, Սուրբ ոգու մկրտվել կա, մեկ անգամ, հետո լեզուներով էլ խոսում ես, լեզուներով խոսում ես, ամեն օր պետք է խոսած, որտեղ քեզի շինություն ա տալի, եւ հետո ամեն օր պետք է Սուրբ ոգով լցվես, բայց որոշները մեկ անգամ Սուրբ ոգով լցվել են, լեզուներով էլ խոսացել են, հետո սկսել են շարունակել Սուրբ ոգով լեզուներով խոսալ,
բայց Աստծո խոսքը ասում է Սուրբ Ոգին, որ նրանով կնքվեցիք Աստծո մարմնի մեջ, մի վշտացնեք։ Մենք եթե վշտացնենք Սուրբ Ոգին, իմանեք Սուրբ Ոգին ինչ կանի քթոնիկ է դա։ Որոշների կյանքից Սուրբ Ոգին թողելա գնացելա լեզուներ, որ խոսում են ոչ մի արժեք չունի, որտեղ Սուրբ Ոգու հետ հարաբերություն չկա։ Եթե ծանր բան եմ ասում, տեսել է։ Այդ չի որ ես տարիներ առաջ Սուրբ Ոգով լեցվամ, քանի ամիս առաջ, այսօր Տերոջ հետ ինձ ես։ Որոշները ասում են Ղուկաս եղբայր, ես Տեր Հիսուսի ընկերն եմ։ Չեմ հավատում, որտեղ իր կյանքը չի ցույց տալի։ Եթե մեկը առավոտից քիշեր հետնախոսություն անում, եթե մեկը փողասիրություն ունի, եթե մեկը շատ հպարտություն ունի, ինձ է հանդգնում ասի ես Տեր Հիսուսի ընկերն եմ, որտեղ ընկերը ընկերի վրա ազդեցություն ունենում է թե չէ։ Մենք ասում ենք ընկերի ցույց տուր, ասեմ ինձ է մարդ ես։ Օրինակ Օնիկը շատ է մտածել, դեռևս մտածում է, որ ես Ղուկաս եղբայր հետ ու եղբոր հետ ընկերությունը շարունակի թե չէ։ Ես ուրախ եմ, ինքը չեմ մանում հիմա։ Որ միմին է ժպտում է, վահեն է ժպտում է, բայց մենք պետք է իմանանք, որ եթե Սուրբ Ոգի հետ մտերմություն անենք, մենակ խոսքը չի, զորությունը կտեսնենք։ Զորությունը կլինի։ Մենք չենք գլուխ գովի, որ ես զորավոր եմ։ Ուրիշները կասեն, սա աղոթքը զորավոր է։ Իմանաք, եթե մեկը աղոթում է, մարդիկ բժշկվում են, ամենը գալիս են։ Իմ աղջիկը Փոլինը 40 տարեկան, երկու աղջիկ ունեմ այդ տղա։ Փոլինը 40 տարեկանը հոգեբուժ է, PhD ունի հոգեբուժության մեջ։ Բայց 10 տարեկան աղջիկ էր, 50-60 տարեկան մարդիկ տելեֆոն են անում մեր տունը։ Ղուկաս եղբայր ասում իմ այո։ Կարող ենք Փոլինի հետ խոսանք։ Զարմանում եմ 50-60 տարեկան կինը մարդը 10 տարեկան աղջիկա հետ ինչ գործն, ասեմ ինչու համար։ Ուզում եք Փոլինը մենք հիվանդ ենք աղոթի բժշկվենք, ինձ ինչին ասում Փոլինին են ասում։ Ժողովուրդը հասկանում են, որ ով օծություն ունի։ Դու պետք է այդ մեկը լինես։ Ես եկել եմ ձեզ ասեմ դուք պետք է այդ մեկը լինես։ Մենակ ստեղ երգել, Սուրբ Ոգու մասին երգել եւ ինձ եւ ուզում ենք ապրելը չի։ Մենք պետք է իմանանք, որ մեր կյանքը պետք է մեկ կյանք լինի, որ Սուրբ Ոգին ուզենա մեզ օրհնի։ Արգելքները հեռացրան, Սուրբ Ոգին եկա։ Հիմա Սուրբ Ոգին եւ որ գալիս է, մե բաներ անում, որ մենք ինչքան էլ ուզենք չեն կարող անել։ Հիշում եք, որ Հիսուսին խաչեցին, աշակերտները գնացին որտեղ, մատ սենյակի մեջ դուրեր գոցեցին վախից, որտեղ Հիսուսին սպանել են, կարող է գան իրանց էլ սպանեն, ճիշտ է թե չէ։ Բայց եւ որ Սուրբ Ոգով լցվան, այդ Պետրոսը որ վախից 3 անգամ Հիսուսին ուրացել էր, կայնավ եւ քարոզավ այնքան զորավոր 3000 հոգի հավատքի եկան։ Կարող եք փառտակ Տերոջը, դուք էլ կարող եք այդ գործը անել։ Դուք էլ կարող եք այդ գործը անել։ Եթե չենք անում մեր բան մեր հետ սխալ է։ Այդ չէք որ դուք մենակ գաք ստեղ եկեղեցի լավ հավատացյալներ լինեք, օնիկ եղբորը օգտակար լինեք, այս լինեք, հավատարիմ լինեք։ Չէ, դուք պետք է Հիսուսի վկանները լինեք։ Սխալ եմ ասում։ Աշխարհը պետք է տեսնի, որ դուք զորավոր մեկերն եք։ Քանի օրից հետո Պետրոսը ներս է մտնում տաճար Հակոբ Հովանեսի հետ։ Մատ կաղ մեկն է, դրան բժշկում են 5000 հոգի հավատքի են գալ։ Ես կարծեմ ստեղ ասել եմ։ Չինաստանը ամենամեծ երկիրն աշխարհի թիվով, Հնդկաստանը հիմա առաջ է տալիս, բայց Հնդկաստանը կոմունիստ երկիր է։ Եկեղեցին շատ ուժեղ հալածանքի տակ է։ 1 միլիարդ 600 միլիոն ժողովուրդ ունի։ Կոմունիստ կուսակցության անդամները 80 միլիոն են։ Եկեղեցու անդամները 160 միլիոնից անցել են։ Ամենը Սուրբ Ոգու պատճառով։ Սուրբ Ոգի առաջը չեն կարող կտրել։ Ամենամեծ մուսուլման երկիրը Ինդոնեզիան է, 250 միլիոնից ավել ժողովուրդ ունի։ Շատ են քրիստոնյաներին նեղացրել, բայց այնտեղ հիմա 80 միլիոն քրիստոնյա կա, մեծամասնությունը նախկին մուսուլմաններ։ Եվ իսլամական երկրների մեծեր 58 հատ երկիր, որ նստում են իրար հետ խոսում են, իրանց ամենամեծ վախը էսա, որտեղ 25 տարի այս առաջադիմությունը, որ եկեղեցին ունի Ինդոնեզիայում շարունակվի, աշխարհի ամենամեծ մուսուլման երկիրը քրիստոնյա երկիր կդառնա։ Կարող եք փառտակ Տերոջը դժբախտաբար մուսուլմանները գալիս են հավատքի, մեր հայ ազգը հավատքը ձեռից տալիս է։ Ինչի պատճառով մենք մեր գործը չենք անում։ Եթե Սուրբ Ոգով լցված լինենք, եթե օծությունը մեր վրա լինի, մեր խոսքերը զորություն կունենան։ Ամեն չեմ լսում։ Մեր խոսքերը զորություն կունենան։ Մեր խոսքերը մարդկանց վրա
ազդեցություն չունենա։ Մենք արգելքները պետք է վերցնենք, հետո Աստված պետք է գործեր անի։ Մեր ընտանիքի պատմությունը կարճ ձեզի ասեմ, որտեղ հանկարծ Սուրբ Գրքից ասում ենք, մեկերը ասում են, հով լավ էսի ուրիշների համար եղել է, մեր համար ինչ։ Իմ papan 1911-ին ա ծնվել, 114 տարի առաջ։ Մեծ պապիս պապեն գյուղապետ էր։ Այն ժամանակ Պարսկաստանում երկրորդ լեզուն ֆրանսերեն էր։ Կրթված դասակարգ եթմին Փարիզ բժիշկ էին դառնում, վերջապես էսին դառնում, այնին դառնում, վերադառնում են։ Բայց մոտ 90-100 տարի առաջ անգլիացիները Իսպահանում, Ջուղայում մեկ հատ քոլեջ սկսեցին շատ կարևոր։ Պապաս գնաց այնտեղ։ Եվ առաջին 500 հոգից մեկը եղավ, որ անգլերենը շատ լավ սովորեց, քոլեջը Քեմբրիջը եւ Օքսֆորդը Անգլիայի ամենակարևոր քոլեջներն են, այս քոլեջը, որը Իսպանում սկսել են, Քեմբրիջի հետ հավասար էր, շատ կարևոր տեղ էր։ Եվ պապեն ագնոստիկ էր։ Աթեիստ չէր ասում Աստված չկա, ասում էր չեմ իմանում Աստված կա թե չէ, որտեղ Աստված չէր ճանաչում։ Հիմա անգամ էլ նոր կտակարան Սուրբ Գիրքը չէր կարդացել։ Ուրեմն եւ որ ուսումը վերջացավ, որոշավ, որ դա նավթային ընկերությունը Շերքաթ նավթ, նրանք որ Պարսկաստանից են։ Այդ հանդեղ եւ իր ընկերների շատերը գնացին միլիոներ եղան։ Պապեն արդեն ամենաբարձր անգլերեն կրթություն ունի, երդում էր որ միլիոներ լիներ։ Դեռ չէր ամուսնացել, 26 տարեկան էր, 1937։ Թեհրանում մի օր իրան հրավիրեցին մեկ փոքր տնային ժողով։ Պապեն գնաց, չէր իմանում ինչ ժողովը։ Գնաց տեսան, մեր նման երգում են, աղոթում են, Աստծո խոսք են խոսում։ Պապես մտածավ, սրանք մի խումբ խենթեր են, ինչ Հիսուս, ինչ Աստված։ Նայում էր ժամացույցին, ժամը վերջանա, էթա եւ էլ չգա։ Հետո ժողովի այդ վերջերն էր մատ ձայն լսավ։ Երիտասարդ, կյանքը տուր ինձի։ Ես քեզ կփոխեմ եւ քո միջոցով մատ երկիր կփոխեմ։ Եվ պապեն դողաց։ Մենք պապային ասում ենք, մենք 6 հատ տղա աղջիկ ենք եղել քույր եղբայր, 3 հատ քույրերս Էսթեր, Հելեն, Աքսա, հետո 3 հատ եղբայր Սամ, Ղազարոս եւ ես։ Մենք պապային հարցնում ենք, պապա, դու Աստծուն չի ճանաչում։ Եվ որ քո հետ խոսած, ինձ է իմացար Աստված, ասավ տղա ջան, Աստված որ քո հետ խոսա, իմանում ես։ Աստված որ խոսում է, իմանում ես։ Ինձ է որ նրանք որ Սուրբ Ոգու հետ հարաբերություն ունեք, եւ որ Տերը ձեր հետ խոսում է, իմանում եք Էստերն։ Ճիշտ եմ ասում թե չէ։ Կարող է ամեն ասեն չէ, բայց դուք իմանում եք, որ դա Տերոջից է։ Ուրեմն պապեն գնաց տուն, 6 ժամ Աստծո խոսքը 8-ից մինչև առավոտվա 2-ը կարդաց, եւ Սուրբ Գիրք չէր կարդացել։ Եվ այսպես էր կարդում. Վա, որտեվ Սուրբ Ոգին ամեն ինչի համար բացում էր։ Զարմացել էր, խենթացել էր, չէր հավատում։ Հետո 6 ժամից հետո 26 տարեկան տղա մտածավ. Եթե ես Աստծո խոսքն ա, ես 26 տարի ինչ եմ արել։ Ուրեմն փոխարեն այդ միլիոներ դառնա, գնաց Սուրբ Գրոց ընկերությունը եւ 37 տարին դեռ ծառայեց։ Այդ փողը, որ իրան տալիս էին, իր կնոջը, մամայից եւ 6 հատ երեխաներին չէր կարողam կերակրել։ Կարող էր միլիոներ լիներ, բայց Աստծուն է հանդիպել, չգնաց։ Չեմ ասում այդ միլիոներ լիներ սխալ էր, բայց պապեն որոշավ ամեն կյանքը նվիրել Տերոջը։ Պապեն եւ որ պանիր էր առնում ենք, հայրս սպիտակ պանիր են ուտում, մամաս 8 մասի էր բաժանում, այդքան պանիր չի կարող ինչքան ուզում իր վերցնել, 8 մասի էր։ Բայց եղբայրներս ինձից ավելի սոված են, մեծ են։ Ինձ ասում են Ղուկաս, այդ նկարը նայի շատ սիրուն է։ Նայում իմ հետ իմ նայում պանիրը թռել է գնացել է։ Ղազարոս եղբայրս ասում է Ղուկաս, այդ պատմությունը մի ասի $10,000 կտավ, ասեմ, չէ, այդ կյանքից միջև վերջ այդ պատմությունը ասել։ Պապան 18 տարի եկեղեցու մեջ էր։ Լավ եկեղեցի էր, Աստծո խոսք էին խոսում, շատ ուժեղ, բայց եւ որ Աստծո խոսքը կարդացել էր 18 տարի, Գործ առաքելոցը իմացավ, որ այդ եկեղեցին, որ Գործ առաքելոցի մեջ ա եղել 2000 տարի առաջ։ Եվ այդ եկեղեցին, որ հիմա ինքը ընդեղի անդամն է, շատ տարբերություն կան։ Չէր իմանում ինչը։ Նոր մեկ իր մատ մագազին պարբերաթերթ տվա։ Օր Ռոբերտսի աշխարհի պատմության ամենամեծ healing evangelist Օր Ռոբերտսը 2 միլիոնի վրա ձեռ դրավ եւ 200,000 հոգի տեղը բժշկվեցին, կույրերի աչքերը բացվեց, ռագերը բժշկվեց, մի բաներ պատահեց, որ ամբողջ աշխարհում թնդաց։ Իր թերթը եկավ իր ձեռը կարդաց, հետո հասկացավ կլինի Սուրբ Ոգով մկրտվել։ Երբեք մեկ իրան չէր ասել Օնիկ ջան։
Հիմա շատերը իմանում են, բայց այն ժամանակ շատ քիչերն էին իմանում։ Չեր իմանում ինձ եւ Սուրբ ոգով լեցվի։ Ուրեմն 42 օր մենակ ջուր խմեց։ Կատարյալ ծոմապահություն, մենակ ջուր։ Եվ ձեր չեր քաշի։ Իմանում էր էթումա մեռնելու, բայց ձեր չեր քաշի։ Եվ որ մեկը ծարավ ամե բանի, ամեն էությունով ուզում է։ Եվ որ ես Անժելայից, որ 17 տարի առաջ գնաց Տերոջ մոտ, եւ որ 19 տարեկանում իրան ասամ, քեզի խենթի նման սիրում եմ, ասա, եթե ես քեզի չասեմ, ես էլ քեզ սիրում եմ, չամուսնանամ քո հետ ինչ կանես, ասամ մինչև կյանքից վերջեր ուրիշ հետ չեմ ամուսնանա։ Որոշներն էլ տեսել եմ եկեղեցում ինձ են ամուսնանում։ 20 հատ աղջիկ կա, որ չեն ամուսնացել, հետո մեն առաջինին ասում են, իմ հետ կամուսնանաս, ասում է չէ։ Երկրորդին 20 ասում են, չէ, հետո մատ ուրիշի հետ ամուսնանում։ Ձևերը տարբեր է, բայց սիրահարվելը կամ մեկից սիրելը շատ տարբեր է, ճիշտ եմ ասում թե չէ։ Մեր դժվարությունն է շատերը Սուրբ Ոգուն եւ Հիսուսին սիրում ենք, բայց Սուրբ Ոգի եւ Հիսուսի վրա սիրահարված չենք։ Եվ որ սիրահարվում ես, պատրաստ ես ամեն գիծ վճարես։ Ես ամեն տեղ ասում եմ, Սուրբ երրորդությունը հայր որդի Սուրբ Ոգի 42 օրից հետո որ պապեն ծոմ էր պահել ժողովարան, ասան այս տղան չի հասկանում, եթե մի քանի օր էլ ծոմապահությունը շարունակի կմեռնի։ Ուրեմն պապեն Սուրբ Ոգով լցված։ Ես այն ժամանակ 3 տարեկան էլ չէին, բայց իմ մամաս մեծ քույրերս նկատեցին, որ պապայի դեմքը փոխվավ։ Եթե դուք Սուրբ Ոգու հետ մտերմություն ունենաք, մարդիկ կասեն, «Մե բան քո հետ պատահել է»։ Եթե չեն ասում, որտեղ ձեր փորձառությունը շատ խորը չի։ Միմի քույր, ճիշտ եմ ասում թե չէ։ Քույր միմին ճիշտ Աստծո գառի նման է, բայց Սուրբ Ոգին վրա գալիս է, ես այդում եմ սենյակի ընկում, որտեղ դառնում է առիուց, իմանում եմ, որտեղ զորություն է ստանում։ Սկսում է մարգարանալ զորավոր կերպով։ Ինչ եղավ։ Պապեն 2 շաբաթ մեզի ոչինչ չասավ։ Այնքան այդ փորձառությունը ձեռ էր բերել, կարևոր էր, որ չէր ուզում ձեռի ստաց, բայց 2 շաբաթ հետո էլ չկարողացավ զսպել, մեզի ասավ։ Եվ Սուրբ Ոգին թափավ մեր ընտանիքի վրա դեկտեմբեր 1955-ին, ես 3 տարեկան էլ չէին, եւ ամենը Սուրբ Ոգով մկրտվեցին։ Մաման չկար, չինք ման որտեղը, գնացին տեսան մաման փռվել է երեսին խոհանոցի։ Այն Սուրբ Ոգին, որ մեզի յուրասենյակու մեջ հանդիպեց մամային խոհանոցի մեջ։ Ես այդ ընտանիքից եմ եկել, տեսել եմ Սուրբ Ոգին ինչա։ Եկել եմ ոչ միայն քարոզեմ, օննի եղբայրը շատ ուժեղ քարոզիչ է, եկել եմ այսպես փորձառություններ ձեզի ասեմ, մեկի ձեր ախորժակը գրգռեմ։ Իմանաք, որոշները կամ որ հաց են ուտում, քթալով հաց ուտում են, չէ։ Որոշներն են ուտում են, իմանաք ինձ են ուտում, այսպես են ուտում։ Վահ, ինչքան ամեղ է։ Վահ, ըսրանում այն կերակուր չեմ, այդպես որ ասում եմ ամենի ախորժակները։ Քույրս Աքսան այդպես Անգլիա, ոչինչ չի ուտում։ Իմ ուտելը տեսնում ասում այ տղա, քու ուտելը պատճառալով ես էլ ախորժակս բացվում է։ Դուք եթե Սուրբ Ոգու համար ախորժակ ունենաք, ուրիշների ախորժակը կգրգվեք։ Ճիշտ եմ ասում, թե սխալ եմ ասում։ Սուրբ Ոգին եւ որ գալիս է, դու չես կարող ասես խելոք նստես։ Որոշները ընկնում են ցած, որոշները լացում են, որոշները պարում են, որոշները ծիծաղում են, որոշները չեն իմանում ինչ անեն։ Մենք այդ բանին կարիք ունենք։ Դուք այդ բանին կարիք ունեք։ Ես ունեմ։ Քանի օքի կարիք ունեք դրան։ Սուրբ Ոգին տեսնում է, որ ձեր եք բարձրացնում։ Պետք է գինը վճարեք, կգա։ Հետո օնիկին կգա կասեք, օնիկ կասի պետք չի ասեք։ Արդեն տեսնում եմ, որ քու մեջ Սուրբ Ոգին ինչ արել։ Տեսեք, ինչու մենք Սուրբ Ոգուն կարիք ունենք։ Որտեղ մի բաներ կա մենք պետք է անենք, մի բաներ կա, որ Տերը պետք է անի։ Այն մասը, որ մեզ է տվել Տերը անենք, շատ փոքր է եւ շատ քիչ։ Բայց այդ բանը Աստված հանգիստ կարող անի, երբեք չի անի։ Բայց այն բանը, որ Տերը մեր կյանքի մեջ պետք է անի, այնքան մեծ է, որ մենք չենք կարող անենք։ Ինքը երբեք մեր գործը չի անի, մենք էլ իր գործը չենք կարող անենք։ Եկել եմ ձեզ ասեմ, ձեր մասը արեք, Սուրբ Ոգին իր մասը կանի։ Քանի եք ձեր ընտանիքների մեջ մարդիկ ունեք, որ հիվանդ են։ Ո՞վ պետք է դրանց բժշկության պատճառ լինի։ Դուք։ Միթե Հիսուսը չասավ, նրանք որ ինձի հավատան, այդ գործը որ ես անում եմ, կանեն եւ ավելի մեծ գործեր կանեն։ Ումին ասում է դի, եղբայր օննիկին։ Ոչ քեզ ասում։ Վերադարձին մեկին ասա քեզ ասում։ Մեկին նայի, ասա։ Այս կոմենկով նայի, մենակ մեկին ճարի։ Մեկին ճարի ասա քեզ ասում։ Ասա։ Չէ, հիմա մեկին ասա, մնացածներ իրանք ասեն։ Ես Ֆինլանդիա եմ,
24 տարեկան, 48 տարի առաջ։ Պապաս միլիոներ չերավ, ես մտածամ միլիոներ լինեմ, որ Աստծո եկեղեցում միլիոններ տամ։ Ուզում եմ տային, որտեղ 19 տարեկանից ինձ ընտրեցին Պարսկաստանի մեր ամեն եկեղեցիների Աստծո ժողովուրդ եկեղեցիների ընդհանուր գանձապահը։ Նամ տեսամ եկեղեցին ինչքան աղքատ է, փող չկա։ Որոշում արամ, որ ես միլիոներ կդառնամ կտամ։ Գնացիմ ամենալավ համալսարանը ֆինանսական եւ հաշվապահական Շերքատ նավթի 24 տարեկան եմ, գործ եմ ճարել, որ ինձ 5 տարվա մեջ միլիոներ կսարքի 1977-ին 1982-ին միլիոներ կլինեմ եւ կտամ։ Այդ իմ նպատակն էր։ Հիմա եկեղեցում եմ շատերը կան, որ ոչինչ չեն տալի Աստծո գործին։ Եթե տալիս են, այդ վերջին դոլարը տալիս են, չեն իմանում, որ մարդիկ կան, որ ամեն ինչն են տալիս։ Որոշներն ասում են, ես 10-րդին հավատ չունեմ։ Ասեմ, ես էլ չունեմ։ Ասում եմ, բա ինչ հավատք ունես։ Ասեմ, հավատք ունեմ ամեն ինչը, որ ունեմ Իրանն է։ Ասում են, ինչքանն ես տալի, հանկարծ Աստված ասում է, ամենը տուր, պետք է 10։ Որոշներն ասում են, 10-րդ չեմ տալի։ Ասեմ, 10-րդ եթե չես տալի, այդ ցույց է տալի հрьяաներից ավելի բեթար ես։ 5 տակային մեջ հрьяաները 10-րդ տալիս են։ Հիմա դու ասում ես, ես Հիսուսին ընդունել եմ, սիրարվել եմ Հիսուսի։ Եթե մեկը ասում է, մեկին սիրարված եմ եւ ոչինչ իր համար նվեր չի առնում, սուտ ասում։ Ես այն ժամանակ, որ երիտասարդների հովիվն էին Պարսկաստանում շատ տարիներ առաջ, աղջիկներին ասում եմ, եթե մի հատ տղա գալիս ասում է, եթե ինձ չամուսնանաս, ես կխենթանամ, կմեռնեմ, ես կանեմ, հետո քեզի համար մատանի առնում 10 սենտ, քացով դու սրա։ Հետո տղաները գալիս են ասում են, ուր ես ստեց ասում, մենք փող չունենք։ Ասում փող չունեք, գնացեք մեկ քանի ամիս, գիշերները մինչև կես առավոտը գործեք, նեղություն քաշեք, մեկ քանի դոլար հավաքեք, մատ շնորհքի մատ մատանի արեք։ Սխալ եմ ասում, թե ճիշտ եմ ասում։ Որոշները շատ մեծ խոսում են։ Իրանց համար հարուստ, Աստծո համար աղքատ։ Ժամանակը ամենը իրանցնա Աստծուն այսքան ժամանակ են տալի։ Որոշները աղոթում են, ասում են, Տեր Աստված, 5 րոպե ժամանակ եմ տալի քեզ, ինչ ուզում ես իմ հետ խոսա, չխոսար կեթամ։ Հիսուսը չի խոսում։ Դու Տերոջ ներկայության մեջ գալիս ես, պետք է պատրաստ լինես, ինչքան քեզնից ուզում է 10։ Չէ՞։ Սխալ եմ ասում։ Օնիկ ջան, կարծում ես մարդիկ քեզի ժողովից հետո կասեն, Ղուկաս եղբորը էլ մի հրավիրի ստեց։ Ինչ։ Չէ, դա չի։ Հիմա Ֆինլանդիայի եմ։ Գործ եմ ճարել ինձ միլիոներ կսարքի, աղոթում եմ Սուրբ Ոգին խոսածին հետ։ Ձեզ իմ բան ասեմ։ Մեկին չեմ ուզում ձեռ բարձրացնի։ Վերջին անգամ որ Սուրբ Ոգին ձեր հետ խոսացել է, երբ ա եղել։ Դուք ինքներդ ձեր սրտում պատասխանվեք։ Որոշները քարոզիչներ են, Սուրբ Ոգին իրանց հետ չի խոսում։ Աստծո խոսքից քարոզ են տալիս, բայց Սուրբ Ոգին իրանց չի խոսում։ Ես ամեն տեղ ասում եմ, աղոթելը շատ կարևոր է։ Օնիկ եղբայրը զորավոր աղոթքի առաքյալ է։ Մեմի քույրը եւ վստահ եմ ստեղ ուրիշները կան։ Հասմիկ իմանամ աղոթողը։ Բայց աղոթելը շատ կարևոր է, բայց դրանից ավելի կարևորը Սուրբ Ոգու ձայնը լսելն է։ Ֆինլանդի մեջ Սուրբ Ոգին խոսավ իմ հետ, շատ ուրախ եմ։ Հետ եմ եթում Թեհրան եւ այնտեղ միլիոներ կդառնամ Աստծո գործին եւ ուրիշ երկրներին նվեր կտամ։ Սուրբ Ոգին ասավ, այ տղա, չեմ ուզում միլիոներ լինես, ուզում ինձի ծառայես։ Ճիշտ կասես սարսաջուր լսրան գլխիս։ Ասամ Տեր Հիսուս, ես ավելի լավ մատ բան ունեմ, առաջարկ ունեմ։ Թող միլիոներ լինեմ, քեզ էլ կծառայեմ։ Ասավ, չէ, ուզեմ ինձի ծառայես։ Իմացամ, որ եթե ասեմ այո, երբեք միլիոներ չեմ լինի։ 48 տարիա երբեք միլիոներ չեմ եղել եւ երբեք չեմ փոշմանել, որտեղ Տեր Հիսուսին ծառայելը ամենամեծ պատիվն է։ Ամենամեծ պատիվն։ Ամենամեծ պատիվ։ Եթե մեկը գա ինձ ուզանա անձամ նվեր տա, ուրիշ քարոզիչների հետ գործ ունեմ, ես չեմ ընդունում։ Բայց Հայաստանում մենք միլիոններ դոլար տալու ենք, ծախսել ենք, ինչու համար։ Մարդիկ են եղել, որ տվել են եւ տալիս են։ Ինչու համար։ Որտեղ սովածներին կերակրելը փող է ուզում, չէ՞։ Հիմա որոշները ասում են, Ղուկաս եղբայր փողից մի խոսա, ներողություն։ Պողոս Արաքյալի գրածների 1/3-ը փողի մասին է խոսում։ Պողոս Արաքյալը նվերը հավաքում իմ նման, տանում է աղքատների մեջ բաժանում։ Ես փող եմ տվել Հայաստանում 70 հատ տղա աղջիկ 10-ից 15 տարեկան գնացել են Ծաղկաձոր այնտեղ 3 օր կոնֆերանս են ունեցել։ Չեմ անում $1500 ինչքան տվամ, կեսը ես տվամ։
Ասենք նրանք, որ ինձ օգնում են։ Ասրանք գնացել են այնտեղ։ Ռուսլան եւ Կարինա, տեսար իրանց։ Ռուսլանը երիտասարդների պատասխանատունը Աբովյան եւ իր ջիգար կնիկը Կարինան պատանիների 10-ից 15 տարեկան գնացել են։ Ասում է առավոտ առաջին գիշերը, որ այնտեղ են, մինչև 4 տղաները չեն քնում։ Այնքան են չարաճիություն արել, քանի հատ ապակի են ջարդել։ Մտածել են, սրանք խենթ են, սրանք ով են, սրանց ինչ են բերել։ Կարող է սխալվել են, բայց աղոթում են։ Երկրորդ եւ երրորդ օրը մի քանի ամիս առաջ Սուրբոքին եկավ, միասին ասենք Սուրբոքին եկավ։ Այդ տղաներն ու աղջիկները 2 օր իրար հետևից լացել են, մեկը մեկի հետևից Սուրբոքով լցվել է։ Լավ է թե վատ է։ Օնիկ ջան, ստեղ էլ պետք է լինի։ Եթե սրանք պատրաստ են քո հետ ստեց աղոթեն, սրանց եկեղեցուն պայի, թե չէ ամենին ասա այդան ուրիշ եկեղեցիները։ Հետո գնա չինացիների հնդիկների մեջ սկսի գործել։ Լուրջ եմ ասում։ Դե հայրին պետք է մեկը հասնի։ Այս անգամ որ այնտեղ իմ սիրելի եղբայրս Վահեն Իրակինը, Արմինեն եւ իր ջիգար աղջիկը Սերինան էլ կային 25-6 տարեկան։ Մի անգամ ինձ հրավիրեցին։ Դու այնտեղ էիր։ Այն օրը կայիր դու, որ ինձ հրավիրել էին, թե չկայիր։ Աբովյանում, եկեղեցում, որ 40 հատ տղա աղջիկ են եկել, դրանք որ Սուրբոքով լցվել են։ Գեղեցիկ խոսած են, այնտեղ մատ աղջիկ կար Լիլի, որ անցյալ անգամ քանի ամիս առաջ Օնիկ ջան միասին որ կայինք, մատ բաներ սարքել, փոքր տվավ ինձ որ տամ աղջկաս մելոդիին։ Լիլին այնտեղ էր, մատ գեղեցիկ գլխարկ ուներ 15 տարեկան։ Հետո մի քանի հատ շատ սիրուն բաներ ինձ ասա։ Հետո կողքի Կարինան իմ կողքին կար, ասավ Լիլին բժիշկները ասել են շուտով կմեռնի, որտեղ իր հիվանդությունը արդեն իրավունք չի տա ապրի։ Սկսեցին լացել, տեսամ այդ աղջիկը տեղ Սուրբոքով լցվել է։ Հետո իր համար աղոթեցին։ Չեմ ուզում Լիլին մեռնի, ուզում Լիլին ապրի, Քրիստոսի փառքի համար։ Բայց մենակ հստեց աղոթելը չի, պետք է օծություն ունենաս հիվանդների համար, աղոթելու համար։ Դու այդ մեկը պետք է լինես։ Քո ձեռը պետք է ծեծելու համար չլինի, քո ձեռը պետք է բժշկելու համար լինի։ Ճիշտ եմ ասում թե չէ։ Ուրեմն Աստված սկսել է ամեն աշխարհում զարմանալի գործեր անում։ Իմ աղոթքսն է, որ ես ու դու էլ մեր սրտերը բացենք Սուրբոքի համար, ասենք Սուրբոքի արի։ Ոչ միայն արի իմ կյանքի մեջ մնա։ Մի գա որպես յուր։ Եթե Սուրբոքին քո կյանքի մեջ կա, այն ժամանակ մի բան քո կյանքի մեջ կպատահի։ Օրինակ այստեղ խոսում եմ ձեր հետ, մեծ մասամբ դեմքները շատ լուրջ է, բայց Սուրբոքու պտուղը լրջություն չի, Սուրբոքու պտուղը ուրախություն է։ Կարող ես մատ ծիծաղես, կարող եք մատ ծիծաղենք էտա։ Եթե Սուրբոքին քեզ լսնի, միշտ ուրախություն կա եւ խաղաղություն կա։ Տեսեք, խաղաղությունը չի, որ Հիսուսը մեզ տանում է մետեղ, որ ոչ մի դժվարություն չէ։ Դու ծովի մեջ ես, որ փոթորիկ կա, ամեն տեղ փոթորիկ կա, ամեն րոպե կարող է նավը խորտակվի, բայց քո ներսի մեջ խաղաղություն կա, որտեղ Սուրբոքին եւ Հիսուսն ընդեղ է։ Հիսուսը մի բան անում մեր կյանքի մեջ, որ մենք եւ որ մարդիկ մեզի նայում են ասում են, այս մարդը կամ գիժ է, կամ այդ որ ասում է ճիշտ է։ Եվ որ Անժելաս իմ կինս 3 ամսից հետո 17 ամիս է ռագից գնաց երկինք, քանսերից, ես 16 ամիս լացել եմ, 16 ամիս։ Եվ դիպրեսիայի մեջ ավելի ցած չեմ, երբեք Տերոջի չեմ դժգոհել, ոչ մեկին, բացի որ սիրը արված է, ստեց է լինում, դերևս Անժելի վրա սիրը արված է։ Բայց շատ աստծոծարաններ իրանցից հարցում են, Ղուկաս եղբայրը կփոխվի, սկսելին ասել, չենք իմանում, որովհետև այնքան իմ գնացել ցած, բայց եթե 16 ամսից հետո Տերը բար Քուրմիմին մարգարեուհի է, ամեն շաբաթ 2 անգամ, 16 ամիս ամեն շաբաթ 2 անգամ եկել է 2 ժամ, իմ նույն խոսքերը 1000 անգամ կրկնել եմ եւ լացել եմ, եկել է, միշտ հավատարիմ։ 16 ամսից հետո մի օր Քուրմիմին երբեք չեմ մոռանում, վերադարձավ, ասավ, լացդ վերջացավ, եւ որտեղ մարգարեուհա վերջացավ։ Մարգարեուհի։ Դու եթե քո բերանդ Աստծո բերան լինի, ինչ որ ասես գետին չինի, կատարվի, ճիշտ Եղիայի նման, որ ինչ որ ասում էր կատարվում էր։ Եթե ես այսօր ոտքի վրա եմ, կարողանում եմ վազեմ, երիտասարդներից ավելի զորավոր եմ, այդում եմ Հայաստան Միմիկույրը եւ Վահեն իմանում են։ Եվ որ Հայաստանից հետ եմ գալի, ընդրանք որ իմ հետ գործել են,
երկու օր քնում են մենակ, որտեղ չեն կարողանում։ Ես այդպես երիտասարդի նման բազում եմ։ Այս էներգիան որտեղից է։ Սուրբ Օգուց է։ Ձեզ էլ կարող է տա։ Որոշների հետ խոսում եմ, ինչպես եք։ Չէ, ինչպես ես։ Լավ ես, չգիտեմ։ Էսի հավատացյալի խոսալու ձևը չի։ Մենք որ Սուրբ Օգով լցված ենք, միշտ պետք է ինչ լինենք, շատ լավ եմ։ Ասում ես ինձ ես, բան եմ, ռագ ունեմ, բայց շատ լավ եմ։ Ինչու ես լավ, որտեղ Հիսուս իմ բժիշկն է։ Այսինքն չէ որ խափում ես քեզի։ Ինձ է ֆինանսական վիճակը, փառք սնանկացել եմ, ամենից ձերից տվել եմ, bankrupt եմ, բայց Հիսուսը ամեն բան տվել է ինձ։ Ես տեսել եմ ստե, եւ որ դու, տեսեք, մի բան ասեմ սրանով հետո աղոթենք։ Որոշների հետ խոսում եմ ինձ ես, լավ չեմ, ֆիզիկական, չէ, ֆիզիկական, ընտանեկան, ամեն բանի մեջ վատ եմ։ Ես դրա համար չեմ աղոթում։ Իմանեք ուր, որտեղ մեկը որ միշտ ասում է ես վատ եմ, բացասական մարգարեություն անում։ Եվ որ մեկը բացասական մարգարեություն անում, ես ինչու իր համար աղոթեմ։ Բայց որ մեկը ասում է, ես այս րոպեին շատ մեծ գլխացավ ունեմ, շատ ուժեղ գլխացավ ունեմ, բայց փառքներով Տերը կենթանի է։ Ես ուզում եմ դրա համար աղոթեմ։ Մեկ րոպե գլուխներս խոնարհեցնենք եւ աղոթենք։ Այսօր հոգեգալու ստոր է։ Դուք մատ հովիվ ունեք Օննիկի նման։ Օննիկ եղբայրը զարմանալի հրաշալի մեկն է։ Հազարավոր դևերա դուսարել դիվահարներից, մեծ հավատք ունի, բարձորեն Տերոջը շարունակում է, ուրիշների համար աղոթում է եւ բժշկվում են, ինքը դեռ շաքարի դժվարություն ունի։ Երբեք չեմ տեսել ասի, ինչու Աստված ուրիշներին իմ միջոցով բժշկում, բայց ես շաքարախտ ունեմ դեռ։ Ոչ, որտեղ Աստվածը մենք ենք, բայց հավատարիմ շարունակում է։ Այսօր եկել եմ քեզի ասեմ, քույրս եղբայրս։ Եթե այսօր հոգեգալոստորա Պենտեկոստե, մեր ամեն օրը պետք է Պենտեկոստե լինի։ Ամեն օրը պետք է Սուրբ Օգի լինի։ Ես Սուրբ Օգուն ասել եմ բեմերից, որ Սուրբ Օգի դու չգաս, ես ոչինչ չեմ անի, որտեղ առանց քեզի ինչ որ անեմ կփչացնեմ քո գործը։ Արի Սուրբ Օգի։ Եվ որտեղ Սուրբ Օգուն հարգում եմ բեմերից, Սուրբ Օգուց խնդրում եմ, որ գա գալիս է։ Այդ չի որ ես շատ կարևոր մեկն եմ, չէ։ Ես փոքր Աստծո ծառա եմ։ Դու ձեզնից որոշների ինձից ավելի բարձր կրթություն ունեք, կարողություններ ունեք։ Կարևորը այն է, որ արդյոք Սուրբ Օգին ձեզի նայում է, Տեր Հիսուսը ձեզ նայում է, ձեր սիրտը տեսնում է, պատրաստ եք իր համար ինչ ասում է անեք, թե ինչ որ սրտներ տա ուզում անում եք։ Եթե պատրաստ եք այն որ Սուրբ Օգին ձեզ ասում անեք, ձեզի մի բան ասեմ։ Մի բաներ Սուրբ Օգին ձեր կյանքի մեջ կանի, որ շվարած կմնաք։ Կիմանաք, որ դուք չեք արել, դա Տերն է արել։ Այսօր ձեզ կանչում եմ մեր նոր փոխհարաբերության ձեր մեջ եւ Սուրբ Օգու մեջ։ Տուն եք եթում, այս շաբաթը որ գալիս է, ամեն օր մի քանի րոպե, կես ժամ Սուրբ Օգու հետ մենակ եղեք։ Մեկ քիչ տելևիզիոնները հանգցրեք, մեկ քիչ ռադիո, տելեֆոնը դիրեն կոն հեռախոսը։ Ասա Սուրբ Օգի, կամ ես Ղուկաս եղբայրը ավել պակաս է խոսում, կամ ես բանը որ Սուրբ Օգում ասում է ճշմարտությունը։ Եթե ճշմարտություն է, կարող ենք դու եւ ես էլ իր հետ մտերիմ լինենք։ Կարող եմ իմ կյանքի մեջ տեսնեմ այդ բաները։ Հարց ունես արի Օննիկ եղբոր եւ նրանց որ Սուրբ Օգու հետ շատ մտերիմ են հարցրու։ Ուզում եմ աղոթեմ ամեն նրանց համար, որ ուզում են ինձ ասեն Ղուկաս եղբայր, ես ուզում եմ Սուրբ Օգու հետ խոր մտերմություն ունենալ։ Եթե դու մեկն ես, որ ոչ թե որտեվ ես եմ ասում, ոչ մեկի չեմ ուզում ազդեցության տակ դնեմ, քո մեջ է եւ Սուրբ Օգու մեջ է։ Եթե ձեր մեջ մեկը կա, որ ասի ես ուզում եմ Ղուկաս եղբայրի հետ աղոթես, որ ես ներս մտնեմ ավելի Սուրբ Օգու հետ մտերմության մեջ, լսեմ իր ձայնը, լցվեմ իր հոգով, իր պարգևները իմ կյանքի մեջ գան, ամեն արգելքները դեհերացնեմ, սպասեմ իրան, ուշադրությունս այս կողմ այն կողմից վերցնեմ, մենակ Սուրբ Օգու վրա ուշադրություն դարձնեմ, Աստծո խոսքը կարդամ, ինչ որ Սուրբ Օգու համար ասում է, եթե դու այդպես մեկն ես կայնիր եւ քո համար կաղոթեմ։ Հենց այս րոպեին, ոտքի կայնիր կաղոթեմ քո։
ձեռեր բարձրացրու։ Ըստեց որ անում ենք, այսինքն մեզ հանձնում ենք Տերոջը։ Քեզի հանձնի Տերոջը, ասաց Սուրբ Ոգի, բարձր ասաց Սուրբ Ոգի, ես ուզում եմ քեզի, արի իմ կյանքի մեջ։ Որոշները Սուրբ Ոգով լցվել եք իմ նման, բայց նորից կարիք ունենք, նորից։ Ես ամեն օր կարիք ունեմ։ Երեք մենք գնացինք այնտեղ որ ձեր հովիվ օննիկ եղբայրը աղոթում է, ինչքան զորավոր էր Տերոջ ներկայությունը։ Մե բաներ Սուրբ Ոգին ինձ ասավ անեմ, որ շվարել եմ, հետը մեկ էլ լացել եմ, ասեմ Տեր Աստված, ես դու ես ես չեմ։ Ես առանց քեզի ոչինչ չեմ կարող անել։ Բայց եւ որ դու գալիս ես, հետո մի բան կա, եւ որ դու Սուրբ Ոգով լցված կյանք ես ապրում, քո կինը, քո ամուսինը, քո երեխաները, քո թոռները նայում են, ասում են մենք էլ ենք ուզում էսի։ Այս պապի հետ մեր բանա կատարվում, այս մեծ մամի հետ մեր բանա պատահվում, մամի, պապի հետ մեր բանա պատահվում։ Զորով չի որ նրանց ասենք, եթե մեր կյանքը նայեն, տեսնենք մենք խենթի նման լցված ենք Սուրբ Ոգով եւ ուզում ենք Սուրբ Ոգու հետ մտերմություն անենք, մեր երեխաներն էլ կուզեն եւ առաջ կեցան։ Տեր Հիսուս ջան, աղոթում եմ։ Հալելույա, աղոթում եմ։ Քույրերիս եղբայրներիս համար որ կայնել են ստեղ։ Իմ համար չեն կայնել, քո համար են կայնել, ես էլ եմ կայնել։ Մենք հոգնած ենք մեզնից, բայց քեզնից չենք ուզում հոգնենք երբեք, որտեղ դու ամեն բանի համար պատասխան ես։ Ես չեմ գալի, որ ինձ մի բան տաս, ես գալիս եմ ինձի հանձնեմ քեզի։ Այդ չի որ ես մենակ գամ ասեմ, տես ես եմ ուզում, փող եմ ուզում, ես եմ ուզում, այն եմ ուզում։ Ոչ։ Տեր ես գալիս եմ ինձի հանձնում եմ քեզի 100%։ Ընդունիր ինձ քո ձեռքերիդ մեջ։ Այդքան մի զբաղվիր քո ամուսնով, քո կնոջով, այն ստեց արավ, ստենց արավ։ Քեզի անձնիր Տերոջը։ Մի ուրիշին դատի։ Պողոս Արաքյալը առաջին Կորինթացիս 11-ի մեջ ասում է, եթե քեզ դատեք, չեք դատվի։ Մենք ուրիշներին ենք դատում, մի դատիր ուրիշին, քեզի դատի։ Ես ինքս ցանկարծ Ղուկաս ինձի ասում եմ, Ղուկաս, այս բանը չպիտի անես, Ղուկաս, այս բանը չպիտի ասես։ Ես ինքս իմ ամենամեծ դատավորն եմ։ Ինչու համար, որ ուզում եմ Տերոջ ներկայության մեջ եւ որ գալիս եմ, տեսնեմ որ այնտեղ Սուրբ Ոգին ներկա է, որ ինձ զորացնի եւ օգնի ինձ։ Հալելույա։ Աստծո ծառաներ, Օնիկ, Վահե, Միմի, վերադարձեք, ձեռներդ երկարեք դեպի ժողովուրդը եւ օրհնեք իրանց։ Միմի ջան, օրհնեք ժողովրդին, նայեք դեպի ժողովուրդը։ Օրհնեք իրանց, հալելույա։ Ուզում եք մե 4-5 րոպե աղոթքի ժամանակա, Օնիկ ջան, Միմի ջան, Վահե ջան, ուրիշ Աստծո ծառաներ, գնացեք ժողովրդի մեջ, եթե մեկի համար մեկ շատ կարճ 30 վայրկյան մենք մարգարական խոսք ունեք ասեք, Տերոջ ներկայությունը ըստեղ է, Հիսուս օրհնում են քեզի, եւ աղոթում ենք նրանց համար, որ այսօր հիվանդության պատճառով ըստեղ չեն, քո անունով աղոթում ենք, տան մեջ իրանց դպչիր եւ իրանց բժշկիր։ Եվ Հիսուսի անունով աղոթում ենք, որ Տեր Հիսուս ջան մոտիկ ապագայում տեսնենք, Օնիկ ջան գնա որոշների վրա ձեռդիր, Վահե գնա որոշների վրա ձեռդիր, հալելույա, հալելույա, Միմի ջան որոշների վրա ձեռդիր։ Աղոթում եմ մոտիկ ապագայում տեսնենք, որ այս եկեղեցու մեջ զորավոր մեկեր կան, որ ուրիշների համար աղոթում են եւ Տերը իրանց աղոթները պատասխանա տալի։ Հասմիկ աղոթի որոշների համար, հալելույա, Էրիկ աղոթի որոշների համար, հալելույա։ Օրհնում ենք քո սուրբ անունդ, օրհնում ենք քո սուրբ անունդ, հալելույա, հալելույա, հալելույա։ Օրհնում եմ երիտասարդ եղբորս, իր քո ձեռը իրա վրա դի, աղոթում եմ իրա մեջ մեծ արավ եւ սով ստեղծիր, հալելույա քո ներկայության համար, որ ամեն ինչ պատրաստի զոհի լսելու քո ձայնը, Հիսուս, Հիսուս, որ շատ երիտասարդների իրանման երիտասարդների համար հույս լինի, խոսք ունենա քեզնից, նրանց խոսա Տեր Հիսուս ջան եւ իրանց դիպրեսիայից դուրս բերի, որտեղ Տեր Հիսուս ջան քեզնից երկնային խոսք ունի։ Օրհնում եմ եղբորս Տեր Հիսուս ջան, հալելույա, զորացրու եղբորս Տեր Հիսուս ջան, հալելույա։ Ինքը ուժեղ մտածող մեկն աղոթում եմ, իր մտածմունքը քո մասին լինի եւ ասի Տեր, ինչ ես ուզում անել, ինչ ես ուզում ասեմ, ինչ ես ուզում աղոթեմ, սովորացրու իրան Սուրբ Ոգի, սովորացրու, օրրավարակալավարաշի կալավարաս, օրրավարակալավարաշի, հալելույա, 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 հալելույա։ Տեր Հիսուս ջան եղբայրներիս օրհնիր եղբայրներիս, այս երիտասարդին օրհնիր, Հիսուսի անունով օրհնիր։ Աղոթում եմ Տեր Հիսուս ջան, իրանք իմանան,
որ դու իրանց անունով ճանաչում ես, որտեղ դու ես իրանց